Կլոպի մասին խոսեցիր, գիտենք, որ նույնպես լավ աշխատանք կատարել եք միասին։ Հիշարժան է այդ գրազը, որը եկաք 50 եվրոյանոց, երբ մարզմանը նա քեզ մոտիվացրեց այդ կերպ, դու դա փոխհատուցեցիր արդեն խաղի ժամանակ։ Փորձել եմ ընդհանրապես գրազերից հեռու մնալ այդ փողային հարցումներից, ինչի որովհետև այդպիսի դաստիարակություն եմ ստացել։ Հայաստանից գնալով Ուկրաինա, Ուկրաինայից Գերմանիա միշտ եղել է մարզիչ, ֆուտբոլիստ, միշտ եղել այդ բանը, ոնց որ տարածությունը, այդ հեռավորությունը, իսկ Գերմանիա գալով դու հասկանում ես, որ ունենում ես մի մարզիչ, որ գալիս է նույնիսկ քո այդ կատակները անում, այնպիսի կատակներ, որ գան քեզ գրկեն, ասեն արի գրաս խաղանք, բան, իմ հետ չէր պատահել։ Ես էլ 24 տարեկան մի քիչ անփորձ այդ ճանապարհը չի անցի երբեք, իմ համար մի քիչ անսովոր էր ու ոնց որ ընդունեցի այդ գրազը, մտածելով որ վատ բանի չի բերի ու իսկապես վատ բանի չբերեց, ավելի ոնց որ մոտիվացեց, որպեսզի կարողանամ հետագայում ավելի շատ գոլեր խփել։ Ուղղակի չի ուզում, որ իմ մոտ սովորություն դառնար, որ ամեն մարզման պետք է այդ գրազ գայի։ Այսինքն նպատակին ծառայեց կարող ենք ասել։ Նշանակ, չնայած որ դա եղավ առաջի եւ վերջի գրազը,